Այս պահին ուրեմն Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի դիմաց հիշեցնեմ, որ 11-րդ օրն է Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել, երեք Նարեկի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նա տեղափոխվել է Էջմիածին բժշկական կենտրոն եւ ահա այս նայեք մարդու իրավունքների պաշտպան, այս հայերեն, այս էլ անգլերեն ցուցանմուշը, այս տիկինը, որը առիթը բաց չի թողում էմոցիոնալ ելույթներ ունենալու, ով ազգային ժողովում այս պաշտոնը ստանձնել էր պարտավորություն պաշտպանել Հայաստանում մարդու իրավունքը, ոչ միայն անձամբ չի այցելել հացադուլի մեջ 11 օր գտնվող Նարեկ Սամսոնյանին, այլ նաև ՄԻԲ գրասենյակից որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ վիճակում է 11 օր առողջական լրջագույն խնդիրներ ունեցող Նարեկ Սամսոնյանը, ով իր հացադուլը շարունակում է։ Իմ խմբագրությունը ահա այսպես ուրեմն կալանավորի պայոք հացադուլի օրերով դրել է ՄԻԲ գրասենյակի դիմաց եւ բնականաբար ակնկալում է այս ակցիայով հերթական անգամ ոչ միայն այս գրասենյակի, որի դռները ինչպես տեսնում եք փակ են, այլ նաեւ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը հրավիրել այս աննախադեպ հայտարարության վրա։ Ինչպես հայտնի է, ինքնուրույն ոդկասթի համահեղինակ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը գտնվում է անժամկետ հացադուլի մեջ իր բողոք իր հանդեպ կայացած հերթական ապօրինի գյուղի եւ մենք գիտենք, որ երեք հատկապես Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան անգամ տեղափոխվել է հիվանդանոց։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք այս կառույցի լռության դեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, որը որ կոչված է պաշտպանել քաղաքացու իրավունքները, մենք տեսնում ենք, որ որևէ կերպ չի արձագանքում ինքնուրույն ոդկասթի համահեղինակ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ այս օրերին այս գրասենյակից որևէ մեկը չի այցելել հացադուլավոր քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։ Մենք այսօր նաեւ խորհրդանշական բողոքի փոքրիկ սիմվոլիկ միջոցառում ենք իրականացնում, այստեղ ենք բերել հացադուլի 11 օրերը խորհրդանշող ուտելիքը եւ որը որ պետք է լիներ Նարեկ Սամսոնյանի ամենօրյա ռացիոնում, բայց ավաղ Նարեկ Սամսոնյանը ընտրել է քաղաքական պայքարի համար ծայրահեղ միջոցը, հացադուլը, որպեսզի կարողանա պաշտպանել սեփական իրավունքները։ Եվ մենք այսօր այս ուտելիքը բերել ենք այստեղ, որպեսզի ՄԻԲ գրասենյակը տեսնի եւ արձագանքի Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ, իդեմս Նարեկ Սամսոնյանի, ով այս պահին գտնվում է անժամկետ հացադուլի մեջ, եւ մենք փաստում ենք, որ այս կառույցը որևէ կերպ չի արձագանքում տեղի ունեցողին։ Մենք փաստում ենք, որ այս կառույցը հետևական կերպով լռում է